սպասվում է։ Շատ հետաքրքիր է լինելու։ Մնացեք, հետևեք եւ անպայման կտեսնեք։ Եվ երկրորդը բարբարներով տատիկը։ Վաղը չեմ սորում սկանեսն է։ 21-ը։ Իդեպ ինքը ու էս աղբերներ են նոր բացայտին։ 1, 2, 3, 4 Ու բարձրաձայն պետք է հաշվի։ որ հաշվարկը կայուն լինի, ցանկալի է։ Մատեր Ես համարում եմ, որ Վահենն անցավ փորձությունը։ Այո, Շատ երազանց։ Բրայդենը փրկվեց ամենակարևորը։ Ողջույն, Dialog Time-ի եթերում կրկին մենք հանդիպեցինք եւ ունենք շատ հետաքրքիր հյուր, ինչպես տեսնում եք։ Այսօրվա մեր հյուրն է Վահե Քոթանյանը, ում հետ խոսելու ենք, բացահայտելու ենք նրա կերպարը, գործունեությունը, հետաքրքիր հարցեր ենք ունենալու, բլից հարցեր նաեւ։ Այնպես որ Չգիտենք ինչ է սպասվում մեզ։ շատ հետաքրքիր է լինելու։ Մնացեք, հետևեք եւ անպայման կտեսնեք։ Այջան ողջույն։ Ողջույն Գուրգեն ջան։ Ոնց ես։ Լավ, դու լավ լինես։ Ինչպես է սկսվում քո առավոտները, հա։ Առավոտները սկսում են ինձ մոտ մեկ բաժակ սուրճից։ Աչքերս դեռ փակ վիճակում, ես գնում եմ սուրճ դնելու։ Չգիտեմ, դա իմ համար ռիտուալ է, ինչ-որ ծես վիճակ է եւ առանց սուրճի չեմ պատկերացնում առավոտս։ Առավոտը սկսվում է ժամը Անկեղծ կլինեմ նայած օր, քանի որ իմ գործունեությունը մի փոքր տարաբնույթ է, հետեւաբար ժամանակային սահմանափակումներ ունեմ որոշ օրերի, կա որ առավոտյան ժամը 7-ին, առավոտյան 10-ին, նայած։ շատ լավ։ Ուզում եմ որ նաև ներկայացնես քեզ, դե գիտեմ որ քո հետևորդները քեզ ճանաչող մարդիկ արդեն ունեն ահագին ինֆորմացիա, բայց ինձ թվում է այսօրվա մեր հանդիպումը եւ այս հաղորդումը որոշակի չափով նաև ինչ որ մութ բաներ էլ կբացահայտի, այսինքն այն ինֆորմացիան, որը առայժմ չեն լսել կամ չեն հայտնաբերել։ Կարծում եմ այո։ Քո ձևակերպմամբ ուզում եմ ասեմ, նկարագրես ինքդ քեզ ով է Վահեն, ինչ նախասիրություններ ունի եւ առհասարակ այդպես։ Նա մի մարդ է։ Իրականում Կամ մեկ բառով կարող ես ասել Վահե Քոթանյան։ Վահե Քոթանյան, մեկ բառով, էներգիա։ Էներգիա։ Ես միշտ մի հատ հետաքրքիր բան եմ ասում, եթե օրինակ մեծամորի ատոմակայանը մի օր սկսեն չաշխատել, կարակ ինձանից միացնեք, ես տենց 3 տարի կբավարարեմ, որ իմ էներգիայով։ Շատ լավ։ Շատ Իմ ընկերները եւս ծանոթները կփաստեն, որ բավական էներգիայով լեցուն մարդ եմ, տխուր մարդ չեմ, ամենակարևորը, ես ատում եմ հումոր չունեցող մարդկանց կներեք ինձ, բայց այդպես է, լուրջ է։ Պանիխիդա դեմքով մարդկանց չեմ սիրում։ Եվ ինչքան էլ ես լուրջ եմ, հա, իմ մասնագիտության մեջ, ես կյանքում շատ տենց բովանդակայինորեն բավական հումորային կերպար ունեցող մարդ եմ եւ շատ տենց խարիզմատիկ հումորներ ունեմ, որ իմ ընկերները գիտեն։ Իմ հետ լուրջ մնալ անհնար է, կարծում եմ։ Շատ լավ պարոդիաներ եմ իրականում անում։ լուրջ։ Այո։ Ահա։ Ասում եմ դա թաքնված կողմ է։ Այո։ Եվ երկրորդը բարբարներով տատիկը։ Բարբարներով բավական լավ եմ խոսում, տարբեր բարբարներով իթեպ, այնպես որ բազմաբնույթ եւ բազմաշնոր ենք։ Ընտիր, ես գիտեմ որ էներգիան, եթե խոհանոցում էլ ինչ որ ուտեստ պատրաստում ես եւ չկա մեջը էներգիա, ուղղակի է պատրաստված, դա համեղ չի լինում։ Այո, մենք Գուրգեն ջան, քեզ հետ միասին իմ հաղորդաշարի շրջանակներում պատրաստել ենք եւ դու ականատես ես եղել, մենք ինչ ենք անում։ Այո։ Կադրից դուրս եւ կադրից ներս իրականում, որովհետեւ ես կարծում եմ, որ նկարահանումները պետք է ամեն դեպքում լինեն շատ ուրախ, ոչ այդպես բանը пассив ինչ որ վիճակում, որովհետև համն ու հոտը ամեն դեպքում տալիս է այդ էներգիան, որ եւ հյուրի եւ հաղորդավարի միջեւ փոխանակում է լինում։ Այո, ճիշտ ես։ Իսկ արի ներկայացնենք կրթություն, որտեղ ես սովորել, հմտությունները տարբեր, հա, որտեղից ես ձեռք բերել,
հա, ուտեստների հետ կապված, տարազի հետ կապված, արի կրթությունից խոսենք մասնագիտական ու կշարունակենք։ Ես ավարտել եմ 2 համալսարան եւ ուրախ եմ դրա համար, որովհետեւ իմ 2 մասնագիտություններն էլ ես սիրով եմ տիրապետել եւ տիրապետում միջև օրս։ Եթե չսիրեի իմ մասնագիտությունները, վստահաբար ես դրանցով այս պահին չէի աշխատի։ Հատկապես որ իմ մասնագիտությունների մեջ լինելու համար պետք է մեծ ջանք եւ սեր ունենալ։ Ես առաջին մասնագիտությամբ դիզայներ եմ, միջավայրի դիզայներ, ավարտել եմ ճարտարապետական համալսարանը, հետո ընդունվել եմ Երևանի պետհամալսարանը, հնագիտության եւ ազգագրության բաժինը, կոնկրետ մասնագիտացմամբ ազգագրագետ եմ եւ ուսումնասիրման դաշտը հայկական տարազ եւ զարդանախշեր։ Այսինքն բուն ուսումնասիրման դաշտը եւ մասնագիտականս հայկական տարազի մասնագետ եմ։ Բավական հետաքրքիր դաշտ է, հատկապես որ հայկականի, էթնիկ զարդանախշերի եւ կարեւոր, այսպես ասած, մշակութային ասպեկտների հետ եմ շփվում, դա հնարավորություն է տալիս ինձ ճանաչել իմ տեսակը ավելի լավ, ճանաչել իմ ազգին եւ իմ երկիրը ամենակարևորը եւ դա փոխանցել։ Իմ ամենակարևոր եւ յուրահատուկ հատկանիշներից մեկն է եւ սիրելի հատկանիշներից մեկը իմ գիտելիքը փոխանցել հաջորդ սերունդներին, այո, ոչ միայն սերունդներին, այլ նաև այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն եւ ցանկություն ունեն, սեր ունեն իրականում սովորելու։ Ես կարծում եմ, որ շատ մասնագետների մոտ դժվար է ստացվում իրենց գիտելիքը կիսվել ուրիշի հետ։ Ես այդպես չեմ։ Բայց շատ հետաքրքիր է, երբ շատերս սովորում ենք, բայց չենք շարունակում, հա, այդ ուղղությամբ, որևէ բացառիկներից ես, որ քո յուրահատուկ, հա, մասնագիտական ճյուղը դու ես ընտրել, թե այո, միմիայն չէ, դու պիտի դառնաս։ Չէ, երբեք։ Իմ ծնողները ինձ երբեք չեն պարտադրել ոչինչ, ոչ մի բանում, մասնագիտական ընտրության մեջ եւս ես ոչ մի պարտադրանք չեմ ունեցել, ես գնացել եմ իմ սրտի թելադրանքով, որովհետեւ ի սկզբանե ասեմ, գաղտնիք մի բան բացեմ, հա։ Ես իրականում սկզբից ուզում էի բժիշկ դառնալ։ Ցավոք, ես չգնացի բժշկական, ցավոք եմ ասում, որովհետև իմ թաքուն սերերից մեկը դա բժշկության հանդեպ սերն է, մենք այսօր կտեսնենք դա, եւ կարծում եմ, որ իհարկե կյանքի ընթացքում ինձ շատ պետք է եկել նաեւ այդ գիտությունը եւ ընդհանրապես պրակտիկ փորձի արդյունքում, ես չգնացի ինչ-ինչ պատճառներով բժշկական, բայց գնացի էլի իմ սիրելի ուղղությամբ, որովհետև ես մինչև համալսարան ընդունվելը ձեռքից շատ լավ տենց հմուտ բան անձ եմ եղել, ով կարողանում էր ստեղծել ինչ-որ բաներ, որոնք որ պետք էր անել, ստանալ տարբեր նյութերից նկարել, չգիտեմ, այսինքն մտածողությունս իմ ստեղծագործական է։ Անկախ ամեն ինչից ես ինչի մեջ որ գտնվեմ, միևնույն է ես ստեղծագործական մոտեցում եմ դրանում ցույց տալիս, հա, դա կլինի խոհանոց, դա կլինի ազգագրություն, դա կլինի իմ դիզայն մասնագիտություն եւ ի վերջո կյանք, ես կյանքում ստեղծագործում եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ պետք է ստեղծագործել, որովհետեւ դա կյանքի հիմնական նպատակներից մեկն է։ Այո, համաձայն եմ։ Ստեղծագործ մարդիկ շատ չեն, ավելի շատ փորձում են կրկնօրինակել կամ նմանակել։ Կա այդպիսի բան, կա, բայց նաև մի հետևյալ տարբերակ, մարդ կարող է լինել ստեղծագործ, բայց քնեցնել իր մեջ ստեղծագործական ձիրքը, որովհետև ես կարծում եմ, որ մարդիկ, այո, բոլորն էլ շնորհալի ծնվում են եւ ունենում են տաղանդներ, ունենում են յուրահատկություններ, որովհետև ամեն մարդ ունի իր յուրահատկությունը, բայց անկախ նրանից որտեղ ես գտնում եւ ինչ միջավայրում, դա կարող է դրսեւորվել եւ չդրսեւորվել։ Եվ միջավայրը ինքն է թելադրում նաեւ пассив պահես քո այդ ձիրքը, թե ոչ։ Օրինակ շատ լավ մարդիկ գիտեմ, ովքեր կարողանում են հոյակապ երգել, բայց իրենք չեն երգում, որովհետեւ իրենց միջավայրը դա համարում է վատ բան։ Կամ օրինակ չեն ապարում, որովհետեւ մի ժամանակ պարը համարվում էր աղջկա գործ։ Կամ ամաչում են։ Այո, կամ ամաչում են։ Հանգիստ թողեք ձեզ տրվեք նրան ինչին որ ուզում եք եւ ինչ որ ձեզ համար կարեւոր է այստեղ գովազդային եթե հետեւի ֆոնում վազող եւ հետեւաբար դուք պետք է ազատ լինեք հոգով որ կարողանաք իրականում ազատ ապրել եթե դուք ձեզ пассив եք պահում ու հաշվի առնելով ինչ-ինչ ֆակտորներ ու պայմաններ կարծում եմ դուք ամբողջ կյանքը ձեզ ինքներդ խաբելու եք թե դուք ազատ եք ապրում այո առաջ Իսկ
դեպի խոհանոց հաղորդումը, հա, ուտեստներ, դա ինչից առաջացավ, ով առաջարկեց կամ ինչպես է տովածությունը գնաց։ Իրականում հաղորդաշարը Կենտրոն հեռուստաընկերության եթերում է եղել։ Ես 5 հեղինակային հաղորդաշարի հեղինակ վարող եմ եւ շատ հետաքրքիր ձևով է եղել հեռուստատեսություն իմ մուտքը։ Երբ պատերազմի ժամանակ ես մի բանախոսություն էի դրել գիտելիք հանուն կրթության, այսպես էր կոչվում, եւ կարևորագույն մի նախապայման, որի հասույթը պետք է փոխանցվեր այդ ժամանակ սահմանի պաշտպանական կառույցների կառուցմանը։ Այդպիսի մի ծրագիր կար, ոման էր դրա հիմքերում, եւ ես որոշեցի ինչպես օգնել այդ պահին իմ պետությանը եւ իմ երկրին, որտեղ պատերազմական ժամանակահատված էր։ Եվ ես դրեցի մի բանախոսություն, որի ժամանակ ես պատմում էի թիրախային մի տարազախմբի մասին, Սյունիք Արցախյան տարազախմբի մասին էի խոսում։ Պատերազմը որտեղ էր, իհարկե Արցախում։ Եվ մուտքավճար չէի սահմանել, մուտքավճարը հետեւյալ ձևով էր. այնքան վճարիր, ինչքան որ գնահատում ես քո երկրի սահմանի ամրությունը։ Եվ մարդիկ իրենց սրտի ցանկությամբ վճարում էին։ Բավական գումար իհարկե հավաքվեց, հետո երկրորդ բանախոսությունը դրեցի Գյումրիում, այնտեղ էլ իրականացրեցի եւ ամբողջ գումարի հասույթը փոխանցվեց այդ սահմանի կառուցմանը։ Ինձ հրավիրեցին Կենտրոն հեռուստաընկերության առավոտյան ծրագիր, ես ինչպես միշտ իմ տարազը, իմ մանակեններով բան գնում էի, առաջին անգամ տաղավարում այդպիսի բանը, շքերթով մարդ էր եկել, որ տարազներով մտան էներգիայով, հա, մշակույթով sense առավոտյան այդպես խոսեցի եւ այլն, եւ հենց տաղավարում ինձ հեռուստահաղորդավար եւ Կենտրոն հեռուստաընկերության այդ ժամանակվա տնօրեն Անուշիկ Արաքելյանը առաջարկեց մի անգամից եթերում, ուղիղ եթերում հաղորդման ծրագիր իրականացնել եւ ես ասացի այո եւ առաջին հաղորդաշարս Տարազ հայոց մեջը հենց այդպես սկսվեց։ Դրանից հետո գնացին ծրագրային բոլոր մնացած այն հաղորդաշարերը, որոնք որ միտված էին կրկին հայկականության պահպանմանը, դրանք հայկական պարերն էին, հայկական խոհանոցներ եւ վերջին հաղորդաշարը, որը արեցի Էրգրի համն էր, որին հյուր դու եկել ես, իդեպ YouTube-յան հարթակում կարող եք փնտրել եւ գտնել հոյակապ հաղորդաշարերի շարք է, գիտական հիմքով իհարկե հաղորդաշարեր, եւ այնտեղ կա անկեղծ հումոր, անկեղծ զգացումներ։ Այն ինչ որ մենք պատրաստում էինք այդ ճաշատեսակները, դրանք պատմության հետքերով էր եւ տանում էր մարդուն այնտեղ, որտեղ պետք է մարդ լինի, որտեղ իր արմատում է, որ մարդ կարեւոր է եւ ամուր է։ Հետեւաբար նաեւ բացահայտում ենք այն խոհանոցը, որը շատերի համար անբացատրելի էր եւ անհայտ էր։ Ի վերջո մենք ճաշեր էինք պատրաստում, որ մարդիկ չգիտեին դրա մասին։ Այո, բայց անցյալով ես խոսում, հա, չկա։ Այո, հիմա հաղորդաշարը դադարեցվել է, բայց ուտեստները վերջացել են, թե ոչ, մենք աշխատում ենք այս պահին գրքի վրա, մենք թիմով։ Այո, շատ լավ։ Մենք առաջիկայում կունենանք շատ հետաքրքիր հեղինակային գիրք, չբացեմ շատ շակերտները, շատ հետաքրքիր կոնցեպտ է, այս պահին ընթանում է աշխատանքները եւ հոյակապ աշխատանք է լինելու, այնպես որ սպասենք գրքի շնորհանդեսին, տեղեկ պահենք երբ է լինելու, բայց հաղորդաշարը ասեմ որ 60 հյուր եմ ունեցել, 2 եթերաշրջան գնացել է, շարունակությունը մենք տեսնենք այլ հաղորդման տարբերակով եւ նպատակ կա նոր հաղորդաշարի սկզբի փորձնական նկարվել է, սպասենք տեսնենք ինչ կլինի արդյունքը։ Շատ հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում։ Այո, Dialogue Time-ի եթերում։ Եթե քեզ նկարագրեին մեկ հայկական ուտեստով, օրինակ, որը կլիներ դա եւ ինչու։ Աստված իմ։ Ինչ հետաքրքիր հարցեր։ Այո։ Զեյթունի պյորեկ։ Հա։ Հիմա կասի դա որն է։ Մոտավոր պատկերացնում եմ կամ Զեյթունի շրջանում մի շատ հետաքրքիր նախաճաշ կա, որը քաղցրեղեն է ավելի շատ։ Հա, ես էդ էի ուզում հարցնել։ Տաք ուտեստ, սառ ուտեստ, չէ, ես աղանդեր եմ։ Ուրեմն լավաշի մեջ փաթաթում են մեղրը, բոբած ընկույզի եւ իհարկե նուշի հետ միասին, եւ հետո դա կարագի մեջ տապակում են եւ ընտիրություն աննկարագրելի։
Ես այդպես եմ։ Շատ տիպիկ է։ Ես այդպես եմ։ Նախաճաշ, որտեղ կա քաղցրություն, որտեղ կա թարմություն եւ էներգիա։ Հրաշք։ Իսկ օրինակ մշակույթի հետ կապված, ավանդույթների հետ կապված շատ բաներ կան, որ ոնց որ ճակերտներով կարմիր գրքի մեջ ոնց որ գրանցված լինեն։ Նաև ուտեստների առումով կան ուտեստներ, որ, չգիտեմ, կամ չի օգտագործվում կամ արդեն դուրս է եկել, հա, այդպիսի տեսակներ կան, չնայած հաղորդումը թույլ տվեց, որ բացահայտվեց եւ համոզված եմ շատերը կիրառեցին կամ սկսեցին կիրառել, բայց այնուամենայնիվ կա այդ տենդենսը, հա, այսպես ասած, որ ուտեստները ոնց որ որոշ ուտեստներ կարող են այդպես էլ վերանալ ճաշացանկից։ Իրականում ոչ թե վերանալ, այլ քնում են ուտեստները։ Ես այսպես ճակերտավոր կբնութագրեմ, որովհետև ոչինչ չի ստեղծում եւ ոչինչ չի անհետանում։ Այս սկզբունքն է միշտ գործում ցանկացած մասնագիտական դաշտում եւ մշակույթի մեջ։ Երբ որ որոշ ժամանակ ինչ-ինչ պայմաններ նպաստում են դրա չեզոքացմանը, այսինքն ինքը քնած վիճակում է, տեղափոխվում է, արխիվացում, այսպես ասեմ։ Փորձում է չլինել, մեզ թվում է թե չկա դա, բայց փորելու դեպքում դու գտնում ես ամեն բան։ Մասնավորապես 15 թվականի ցեղասպանությունը շատ բան փոխեց, որովհետև տեղային ուտեստները, տեղային մշակույթը, տարազ եւ այդ ամբողջ կոմպոնենտը մշակութային դաշտում հիմք հանդիսացավ, որ շատ բաներ քնեին, տեղափոխվեին, երբ որ աշխարհագրական տեղային դիրքը փոխվում է, փոխվում է նաեւ մնացած ամեն ինչը։ Հետեւաբար շատ հաճախ սերունդների փոխանցման այդ միջոցով էր դա տեղի ունենում, օրինակ ես արմատներով սասունցի եմ եւ իմ ընտանիքում սասունի գրեթե բոլոր ճաշատեսակները Արևմտյան Հայաստանից բերվել են եւ միջև օրս պատրաստվում են, իմ ամենասիրելի ճաշատեսակներն են, այսինքն ես նախքան իմ մասնագիտությանը տիրապետելը որպես ազգագրագետ, ես ապրել եմ դրա մեջ։ Իմ օրը եղել է այդ ազգագրության դաշտը, որտեղ կենսակերպը եղել է հենց ասունի բնորոշ ճաշատեսակները, պարերը, չգիտեմ, առօրյան եւ այլն։ Այսինքն այստեղ կարեւոր է նաեւ ընտանիքի դերը եւ դրա պահպանության հարցը, որովհետեւ շատ ընտանիքներ օրինակ հիշողությունները եւ իրենց տատերից, պապերից ավանդած տարբերակները ցավոք ինչ-ինչ պատճառներում կորցրել են։ Չկա հիշատակություն տատիկներից, չեն խոսել դրա մասին, չեն հարցրել օրինակ հակառակ կողմն էլ նաեւ կա։ Հետաբար դա խնդիր է առաջացնում եւ մենք տեսնում ենք այդ երևույթը, քնած մշակույթ երևույթը։ Դրա համար պետք է արթնացնել եւ փորել գտնել շատ յուրահատուկ բաներ ունենք, որոնք որ քնած են։ Իսկ ես սիրում եմ միշտ գնալ քնած մշակույթի հետևից, որոնց մասին չեն խոսում, որոնց մասին, չգիտեմ, ինչ որ մոռանում են։ Որովհետեւ ամեն դեպքում պետք է արթնացնել դարը մեկ գոնե կենսունակություն ապահովելու համար։ Այ հենց սրա հետ կապված կուզեի հարցնել ազգային ինքնությունը եւ ժամանակակից այլ տարեր, հա, ժամանակակից այս ընթացքը միգուցե նպաստում է, որ այդ քնած ճաշատեսակը կլինի, հագուստը կլինի, վերափոխվի եւ քնած մնա, հա։ Իրականում ժամանակակից աշխարհը այնքան արագ է հոսք տեղ ունենում, որ մենք չենք հասցնում հասկանալ փոփոխությունը եւ արագ գործընթացը։ Սա է պատճառը, որ ամեն դեպքում մենք միշտ հասկանում ենք, որ գոյություն ունի այդ հոսքը եւ գոյություն ունի մշակույթը։ Դրա համար, որպեսզի մշակույթը չմնա եւ քնի, պետք է մշակույթը տանել դրան զուգընթաց, բայց չխառնել դրան։ Մենք միշտ հասկանում ենք, որ եթե մշակույթը միքս է լինում, ուրեմն դա տալիս է լավ արդյունք եւ ժամանակա վրեպ տարբերակ իրականում, որովհետեւ խառնուրդի արդյունքում պետք է հասկանաս ինչպես է դա խառնում։ Այո, կենսունակ մնում է մշակութային դեպքում, եթե դու կարողանում ես դա որոշակի ձևով տանել զուգահեռ ժամանակին։ Բայց եթե դու տանում ես դրա խաչմերուկի մեջ ու այսպես ինքը ձուլվում է, այդ դեպքում վտանգ է առաջանում մշակույթի ավելի վատ աղավաղման։ Այո, միաձուլման, հա, եւ սա մեր ժամանակների բնորոշ տարբերակ է, այսինքն ինչ որ համահարթեցման գաղափարներ կան, որոշ բաներ կան, որոնց նկատմամբ պետք է զգույշ լինել։ Ոչ թե մենք կողմնակից չենք, որ մշակույթը պլյուս լինի, զուգահեռ լինի եւ ժամանակակից, չէ, քավլիցի, ես ժամանակակից մտածող եմ եւ ժամանակակից մտածող մասնագետ եմ, հետաբար նաեւ նորաձևության հետ կապ ունեմ որպես դիզայներ, այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ ամեն դեպքում ճիշտ է, որ
երկուսն էլ զուգահեռ գնան եւ իրար հետ աշխատեն։ Միշտ լինում են գաղտնիքներ, հա, թխվածքների պատրաստման, ուտեստների պատրաստման։ Որն է ամենամեծ գաղտնիքը քեզ համար, որ դու պատրաստում ես ինչ-որ բան։ Գաղտնիքը հիմա արդեն գաղտնիք չի լի որ ասեմ։ Բայց սերը այդ ամեն ինչի նկատմամբ, որովհետեւ եթե դու ինչ որ մի բանի մեջ սեր չես դնում, անկախ նրանից դա աշխարհի համեղ ուտեստը լինի թե ոչ չի ստացվելու։ Այո։ Եվ ամեն օր, քանի որ ուղիղ եթերում էր իմ ամենաառավոտյան հաղորդումները, բացի նրանից, որ ես երկրի համն էի վարում, ես առավոտյան եթերում կենտրոնի առավոտ ծրագրում վարում էի նաև ազգային խոհանոց։ Այդ ազգային խոհանոցի մեջ ամեն առավոտ ժամը 7-ին արթնանալը կար, պատրաստվելը, գնալ, սնունդ պատրաստել, պատկերացնում եք ամեն օր։ Իսկ դա կամքի ջանասիրության եւ սիրո արդյունքում միայն կարող է լինել։ Եթե դու չսիրես, չես կարող անել։ Եվ անկախ ամեն ինչից, ամեն ինչն է այդպես։ Եթե չկա սեր, ուրեմն ամեն ինչ տրվում է դժվարությամբ։ Սիրեք եւ կտրվի։ Գիտեմ տարազի հետ կապված շատ բաներ սխալ է ներկայացվում։ Սա նաեւ ծավալուն թեմա է, որ չեմ ուզի շատ ծավալվենք, ուղղակի մի քանի ինչն է ավելի շատ սխալ ներկայացվում կամ աղավաղում կամ դու ամենահայտնին ես երևի այդ ոլորտում, ես ուրիշ մեկին չեմ ճանաչում, թող ինձ ներեն մնացած այլ մարդիկ ովքեր որ ոլորտում ինչ որ գործունեություն ծավալում են, բայց քո ֆակտորը չէ մենակ, հա, եթե ինչ որ միտեղ ինչ որ մի բան սխալ է ներկայացվում, օգտագործվում, կան գործառույթներ, որ կարող են այդ ամեն ինչը վերահսկել կամ ձևափոխել, թե ամեն ինչ բաց է, ով ինչ ուզի կարա անի։ Բարի, ոլորտի հետ կապված, որպես տարազով զբաղվող մասնագետ, իմ ավագ գոլեգա եւ իմ շատ սիրելի մասնագետ Տիկին Սվետլանա Պողոսյանն է, ով լավագույնս իր աշխատանքը անում է տարազի հանրահռչակման գործում եւ որպես գիտնական, հա, եւ երիտասարդ սերնդից ես եմ հայկական տարազով, որ զբաղվում եմ որպես մասնագետ, այսինքն գիտական դաշտում, ոչ թե տարած կարելու մասին է խոսքը, այլ նաև գիտական դաշտի ուսումնասիրության մասին, որովհետև տարած շատերն են կարում այսօր, տարածի մասին շատերն են խոսում, բայց կարելը եւ դա որպես պրոդուկտ ներկայացնելը այլ բան է, դրան զուգընթաց գիտական ուղղությամբ զբաղվելը տարածով եւ դրա մասին խոսելը եւ տալ մարդկանց դրա մասին գիտելիք այլ հարց է, հա? Հետևաբար այս դեպքում մենք ստանում ենք տարազի հետ կապված բազմաթիվ են աղավաղումները, ժամանակի խնդիրներից է հատկապես ոչ ճիշտ գիտելիքի ստացումը, այսինքն մարդիկ առանց գիտելիք ստանալու կամ քաղելու ուսումնասիրելու սկսում են ստեղծել տարազ։ Եվ դրա մեղավորը հիմնականում լինում է բիզնեսը, այսինքն իրենք բիզնես են վարում, իրենք ստանում են ինչ-որ հագուստ, որի համար բացի կտորից եւ կարելուց գումար չեն ծախսում, որովհետեւ չէ որ պետքա ինչ-որ մեկին նեղություն քեզ տաս, հարցնես արդյոք սա այսպես է թե ոչ։ Դուք ինքներդ ձեզ չեք կարող վիրահատել, ճիշտ է, գնում եք վիրաբույժի մոտ։ Հետեւաբար տարազը դուք ո՞նց եք ձեզ կարում հարց։ Նույն բանն է, ինչ տարբերություն։ Բժշկես թե օրինակ տարազի մասնագետ։ Միևնույնն է, դու պետք է իմանաս շատ բաներ կա այնտեղ, կոմպոնենտներ, որոնք որ չգիտեմ, խախտել պետք չէ։ Կոմպոզիցիա, գույնը, դրանք պայմանավորում են էթնիկությունը։ Եթե դրանցից մեկը փոխում ես, խախտում ես, ուրեմն վերջ։ Հայկական տարազի կոնցեպտից դուրս ես գալիս։ Սա բուն վերաստեղծված տարազների մասն է խոսքը։ Ժամանակակից միքսերը հագուստի հետ, այդ էլ իրենց ցավու չորը ունեն իրենց հետ։ Այդ թռչնատարերի գեր հագեցած կիրառությունը, որը մտավ այդպես տենդենս մեր մոտ ու գիտեք բանը այդպես մի բան է ստեղծում, համախտանիշ է ստեղծում, չգիտեմ դրա անունը ինչ դնեմ, թռչնա համախտանիշ, հա, որ սկսում ես այդ սկսում ես արդեն իմ վրա կոնկրետ դուրս է տալի թռչնատար արդեն հագուստի վրա որ տեսնում եմ, որտեվ դրան էլ ձև կա, դրան էլ ի վերջո բան կա, ռաբիզության աշճանի է հասնում այդ ամեն ինչը, ամեն ինչ շատ անելը բերում է վատ հետևանքի։ Հա, եւ ամեն ինչ տեսնել թռչնատարի մեջ չէ էլի, չէ, ոչ, նիետ։ No։
Այսքանը։ Քո կյանքի, չգիտեմ, տարբեր իրավիճակներում, հա, հաղորդում կլինի, խոհանոցը կլինի, տարազի հետ կապված, այս պայն կհիշես ինչ որ զվարճալի դեպք, հետաքրքիր դեպք, որ տեղի ա ունեցել, ուղիղ եթերի ժամանակ օրինակ կամ Ուղիղ եթերի ժամանակ, օրինակ մի անգամ տաղավար մուկ էր մտել։ Ու ես չգիտեի ինչ անեի, որ այդ մուկը չգնար գլխավոր տաղավար։ Ես իրան կերակրում էի։ Ու ամբողջ ուղիղ եթերի ժամանակ այս մուկը իրան սալյամի երշիկ էր ուտում։ ինքը հետո եկավ էլի։ Դա վերջում որ հյուրերին պետք է արդեն ճանապարհենք ու եթերը պետք է փակվեր, մուկը գնաց կենտրոնով այդ տաղավարը։ Թարս նայեց։ Ու այդպես վեհաշուկ անցավ։ Ձակուկ էր փոքրիկ։ Չգիտեմ որտեղից էր հայտնվել ինքը, բայց ամեն դեպքում այդպեսի մի դեպք ենք ունեցել։ Այլևս չերևաց այդ մուկը։ Չէ, մի անգամ էլ թավան է սահել եւ գնացել է սեղանի վրայից եթեր։ Այնտեղ տենց բավական մեծ ձայն եկա, պատասեք թավայի ձայնը գետին ընկնելուց ու սենց կամերան այդ պահին սենց թեքվեց, ես սենց սիրուն ու խելոք կանգնած եմ, ես չէի Թե ով էր այդտեղ էլ թավի հետ գործ ունենում, չգիտեմ։ Իրականում ֆորս մաժորներ շատ է լինում, բայց ուղի եթերը քեզ հնարավորություն է տալիս եւ թույլ է տալիս դառնալ պրոֆեսիոնալ եթերում եւ ամեն ինչ, այն ինչ որ ստացվում է, փորձել դրա մեջ գտնել ելք։ Դու պետքա լինես շատ ակտիվ, շատ պետքա կարողանաս ելք գտնես այդ պահին ու դուրս գաս դրանից, որովհետեւ ուղի եթերը վերջ-վերջո չես կարող ոչինչ անել։ Չասես, այո, կներեք բան, ստացվեց բան։ Հա, մի անգամ էլ մեկը sense խանձվել եմ ամբողջ բանի ժամանակ, այտենց ժամանակակից էպիլյացիայի տակ։ Այրվածքներ, փաստորեն, հա, այրվածքներ։ Գալիս ենք այդ թեմային, այո։ Ուզում եմ ասեմ, որ նաև հաղորդման հովանավոր նեֆաստր ընկերությունը, որն իրականացնում է առաջին օգնության դասընթացներ, վարժանքներ, այն ամեն ինչը, ինչը կապված է առաջին օգնության հետ։ Դա գիտելիք է, որը պետք է սովորել եւ իմանալ դեռևս փոքր տարիքից։ Դրա համար շատ դպրոց մանկապարտեզներում նաև իրականացվում է այս ծրագիրը, որպեսզի երեխաները կարողանան ծնողին, քրոջը, եղբորը, այո, կարևոր է շատ։ Ուսուցչին նաև, հա, ճիշտ կողմնորոշվեն եւ ճիշտ օգնություն ցուցաբերեն։ Այնպես որ հանգիստ վատացեք, մենք կօգնենք ձեզ։ Վահե, Հայաստանից դուրս պատկերացնում ես կյանքդ, թե ոչ։ Չեմ ուզում Չէ, իրականում մի քիչ դժվար եմ պատկերացնում, անկեղծ կլինեմ։ Ես ամսով այդտեղ ջուր եմ։ Ահա։ Իմ տարերքը հողն է։ Ահա։ Տենց հողեղեն մարդ եմ ես իրականում եւ գիտես մի տարածք որտեղ գնում եմ ես ունենում եմ կապի զգացողություն։ Ես ապրում եմ այդ տարածքում եւ համարում եմ դա իմը։ Իմ հայրենիքը, որտեղ ես ծնվել եմ, շատ կապնված եմ։ Ես տարբեր երկրներում եղել եմ։ Հա, ես սիրում եմ այդ մշակութային աժոտաժը, այդ երկիր ուսումնասիրելը, գտնելը, մշակույթը ուսումնասիրելը, հա, բայց հայրենիքը այլ բան է։ Հայրենիքը մի տեղ է, որտեղ դու քեզ զգում ես ապահով։ Որտեղ դու այդտեղ ծնվել ես։ Ոնց որ քո մոր գրկում ես քեզ ապահով զգում, այդպես էլ քո հայրենիքի մեջ։ Հասարակ եւ པարս տարբեր է։ Իսկ հին Հայաստանի, եթե մեկ օր գար լիներ հնարավորություն ապրել հին Հայաստանում, ինչ կուզեիր տեսնել, ինչ կուզեիր անել, ինչը կուզեիր փորձել, հա։ Ես կուզեի տեղափոխվել դարաշրջաններով հետ։ Գիտես ինչի։ Ինչի։ Որպեսի տարազները տեսնեի։ Ես սենց շոշափեի այդ մարդկանց վրա։ Ասի տարած դերձակը զանգեց։ Կարող ես պատասխանել։ Մենք ունենք րոպեներ մի քանի։ Ալո։ Անի որ Վահեն շատ լավ իր հաղորդման շրջանակներում, որի հյուրը ես եմ եւ շատ փոխանակ ինքը ուտեստը ես ուտեստ պատրաստ եմ, ես մնացած ամեն ինչին խոսեմ, ներկայացնեմ, Վահեն շատ լավ այդ ամեն ինչին փոխարեն արեց, որի համար շատ շնորհակալ եմ։ Բայց հետաքրքիր գիտես ինչ եմ հիշում, որ հիշում ես դու որ տաղավար եկար, ասեցի Գուրգեն մի բան եմ մտածել, ասեցի, ես ուզում եմ որ
Ընդհանրապես ես եմ հարցերը տալիս, Այո. որովհետև մասնագետները հրավիրում էին, որ մասնագետը ինքը խոսե դրա մասին։ Մենք ֆորմատը փոխեցինք եւ ես մտածի, որ ճիշտ կլինի, որպես քաղաքացի, ես պատասխանեմ Գուրգենի տրված հարցերին եւ լսեմ ճիշտ պատասխանները առաջին օգնության հետ կապված։ Ու հոյակապ հաղորդաշար ստացվեց։ Պատվով դուրս Պատվով ես դուրս եկա, այո։ Բայց մենք պատրաստել ենք ավելի բարդ փորձություն, Աստվածներ։ դրսում ենք այդ ամեն ինչը իրականացնելու եւ տեսնենք Վահեն արդյոք կկարողանա հաղթահարի, հա։ Մեր են սկզբի եղբոր հետ ինչ որ մի բան պետք է անեմ։ Բրայդենի հետ կապված Բրայդենի գիտակցությունը հիմա ոնց որ խանգարված է, քնած է Խռոց։ Հիմա կտեսնենք առաջին օգնությունը ինչպես է ցուցաբերվելու, եթե հանկարծ օրերից մի օր տեսնենք փողոցում ընկած մարդու ինչ են անելու առաջին հերթին։ Առաջին մոտեցողը ես եմ ելնում։ Այո, Միշտ ես եմ։ Չէ, Ես իմ կյանքն եմ Այդ ներկայացնում։ շատ լավ է։ Մարդիկ կան չեն փորձում մոտենալ։ Բայց առաջինը ես եմ մոտենում։ Անկախ իրավիճակից, անկախ դիրքից, միշտ ես եմ։ Ու միշտ քննիչները ինձ են զանգում։ Բարև ձեզ, քննչական չգիտեմ ինչ կոմիտեից, ձեզ ենք զանգել, որտեղ դուք եք սկորի զանգել։ Բայց ասենք սիրելիս, ես օգնեմ, մի հատ էլ ես քննչականին։ Հիմա ցավոք սրտի շատ են այդ հարցը բարձրաձայնում, որ առաջացան խնդիրներ, մեզ զանգեցին։ Ոչինչ, զանգել։ Հիմա մի քանի հարց ասում եք ինչպես է տեղի ունեցել դեպքը կամ ձեր արած գործողությունը։ Այո։ Եվ վերջ, կարևորը այստեղ մարդուն փրկելն է, կարևորը օգնելն է։ Նախորդ տարի կոնկրետ շրջադարձային մի դեպք եղավ, հղի կնոջ եմ փրկել։ Ես ուղղակի ուրախ եմ, որ ես այդ բանը արել եմ եւ կարողացել եմ։ Այնպես որ այդ կարգի Երկու հոգու կյանք եք փրկել, այնպես որ ստացված է շատ եւ միշտ գոնե մինիմալ գիտելիքներ պետք է ունենալ, հա, առաջին օգնության ցույց տալու եւ ղեկավարելու համար։ Բրայդեն հայտնվի, Բրայդեն։ Վահե, շատ ուտեստներ, դե, հա, մեր հարևան երկրների հետ կապված, քանի որ ուզում են այդ ստեփականաշնորեն մշակույթը եւ մնացած ամեն ինչը, տոլման ի վերջո հայկական ուտեստ է թե ոչ։ Վահայ։ Էլի ընդունել ես հարցը թե ոչ։ Շատ դաժան հարց է։ Իրականում տոլմա պատրաստում են հայկական լեռնաշխարհում եւ հայկական լեռնաշխարհից դուրս այլ տեղերում եւս։ Ռուսաստանում պատրաստում են գոլուբցի կոչվող տարբերակը։ Հյուսիսային Կովկասում պատրաստում են։ Մեր հարևան երկրներում պատրաստում են, հույները պատրաստում են եւ ի վերջո շատ ազգեր եւս։ Այստեղ շատ կարեւոր է հասկանալ էթնիկ որոշակի բնորոշիչ գծեր, որոնք բնորոշ են հայկական տոլմայի պատրաստմանը։ Հայկական տոլմայի պատրաստման ամենակարևորագույն հատկանիշը դա խաղողի տերևով պատրաստման գործընթացն է։ Այո, քանի որ խաղողը մշակաբույս, այսպես ասեմ, մշակույթ է իրենից ներկայացնում, եւ դու չես կարող լինել քոչվոր ցեխ եւ խաղող մշակել։ Այո։ Հետևաբար, մենք հայերս, լինելով տեղաբնիկներ եւ ունենալով նստակյաց կյանք, կարող ենք խաղող եւ կարողացել ենք խաղող մշակել, հետևաբար խաղողի տերևը, ի սկզբանե հայկական որպես սիմվոլիկ տոլմայի գաղափար մենք ունենք։ Առաջին կետը, որ կարող եմ առանձնացնել, հա։ Բացի դրանից այնտեղ մենք ուրարտերենից բացված ունենք տոլի բառը, որը խաղողին ասոցացվող հատված է որպես բացվում, եւ տոլի դոլմա տարբերակն է։ Միշտ ասում են դոլմա, իրականում դոլմա պետք չի ասել, պետք է ասել տոլմա։ Գրական հայերենում դոլմա տարբերակ չկա։ Հիմա կարող է շատ արևմտահայեր ասեն, բայց մենք գօգտագործենք դոլմա բառը, այս դոլման գալիս է արևմտահայերենից զուտ դթթ այս ուղղագրության արդյունքում, բայց իրականում դոլմա տարբերակը մենք չենք օգտագործում ինչու, որովհետև թուրքերը այսպեսի մի եզրույթ են դուրս բերում, որ դոլդուրմա նշանակում է լցոնել։ Հետևաբար այն լցոնված տոլման, որը մենք ունենք, մերը փաթաթում ենք խաղողի տերևի մեջ։ Թուրքերի մեծամասնությունը բանջարեղենի մեջ լցոնում է այդ խճողակը, միսը եւ ստանում է տոլմա։ Չնայած որ հայկական լեռնաշխարհում բազմաթիվ են տոլմաների տեսակները եւ պասավոր եւ ուտիսավոր շրջանի եւ լցոնված տարբերակով։
հա, սկսած օրինակ դդմիկի ծաղկի մեջ լցված տարբերակից դդմիկով բանջարեղենով միջև տերևով տարբերակ։ Իդեպ ասեմ, սկզբից եղել է խաղի թփով տոլման, հետո Հյուսիսային Կովկասից երբ որ կաղամբը եկել է հայկական լեռնաշխարհ, կաղամբն է եկել որպես հարգի տոլմայի տեսակ, հետո գիտես, խաղի թփով տոլման մի ժամանակ բավական բարձր արիստոկրատ այդպես ուտեստ էր համարվում եւ հյուրեր երբ որ գալիս էին պարտադիր խաղի թփով էին պատրաստում, որտեղ հարգանքի նշան էր։ Բայց դրա հակառակ կաղամբով տոլման առօրյական կաղամբով սովորական ընտանիքի համար ուտելու տոլմա էր։ Հետո դա փոխվեց, կաղամբը գնաց էլի հետին պլան, առօրյական դարձավ խաղողի տերևով տոլման։ Այսինքն այս պահին երկուսն էլ համահավասար տարբերակով են։ Հիմա այստեղ կարևոր մի հարց, տոլման հայկական է թե ոչ։ Տոլման հայկական է ելնելով էթնիկ կոնցեպտից եւ իր գաղափարաբանական տեսանկյունից, այն ինչ որ մենք տեսնում ենք։ Այստեղ նաեւ կարևոր է նշել, որ հայկական տոլման ի սկզբանե բրինձով չի եղել, եղել է բլղուրով, որտեղ մեզ մոտ բրինձը ավելի ուշ շրջանում է եղել եւ բրինձ չի աճել մեր տարածաշրջանում։ Դրսից է բերվել։ Այստեղ շատ բարդ է էթնիկապես ասել հայկական է, հայկական չէ եւ այլն, իրենցն է, իրենց չէ։ Կարևոր է էթնիկ ցուցիչների դիտարկումը եւ ասել, որ հայկական տոլման ունի իր առանձնահատկությունը եւ էթնիկ առանձնացվածությունը։ Եվ մնացած այլ ուտեստներ հայկական ավանդական կարող են գտնել հենց հաղորդման շրջանակներում պատրաստված միանշանակ համեղագույն ուտեստներ, որոնք որ չկրկնվող են ուղղակի։ Ավելի շատ հենց տոլման է սիրում, թե խորովածը։ Խորոված թե տոլմա։ Հոգեվիճակից ակապված իրականում, հա, ես սնունդը նաև հոգեվիճակով եմ սիրում հասկանալ ինչ եմ ուզում այդ պահին։ Ես անչափ սիրում եմ խաղողի տերևով տոլման, այո, բայց տոլմածնով պարտադիր։ Իսկ սովորական տոլման, հա, նախընտրում եմ, բայց այդքան չէ։ Բայց մի ժամանակ ես խաղողի տերևով տոլման ընդհանրապես չէի ուտում։ Ասում են տարիքից է։ Կարա լինի։ Ավելուկ էլ չէի ուտում, հիմա ուտում եմ։ Այդ իմաչքն եմ լավա թե վատ։ Գաթա թե փախլավա։ Գուրգեն, ասենք, նենց հարցեր կտաս։ Երկուսն իրար հետ։ Տես, ես գաթա թխելով հարպետ եմ։ Ահա։ Սկսենք այդտեղից։ Բոլորը գիտեն, Եվս մեկ բացահայտ։ այո, բոլորը գիտեն իմ գաթայի եւ սասունի հալվայի համը։ Իսկ ինչ վերաբերվում է փախլավային, փախլավայի վարպետ է մայրս։ Եվ երկուսը իմ մանկության համեղ քաղցրեղենն են եղել։ Ես առանց փախլավայի եւ առանց գաթայի իմ կյանքը չեմ պատկերացնում։ Վերջ լավ, ուրեմն երկուսն էլ միաձայն անցան։ Միաձայն անցնում է, այո, միանշանակ։ Դե տարած թե ժողովրդական հագուստ որն ես ընտրում, նախընտրում։ Իրականում քո հարցը շատ հետաքրքիր է։ Ժողովրդական հագուստը դա նույն տարազն է։ Ժամանակակից ժողովրդական ասեցի, Ոչինչ, ներված ես։ Ժողովրդական։ Ժամանակակից հագուստ է տարազ։ Հա։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև ես կոնցեպտով պետքա դրան հասկանամ, հա։ Ինչպես ասեցի ես Չէ, օրինակ զույգեր կան, որ ամուսնանում են հենց այդ առումով։ Եթե դու առանձնացնես հարցը այդ տեսանկյունից, չեմ ասում ընդհանրապես։ ես ինչ ձև կամուսնանայի, այո, հա, ազատ եմ ժողովուրդ ջան։ կլինի որ հենց ընտրես տարազը, թե չի լինելու տենց։ Միանշանակ ես կընտրեմ տարազը որպես իմ համար, կարող է նաև լինել հետևյալ տարբերակը, ժամանակակից, բայց տարազային ձևացքով կամ հայկական ազդեցությամբ, տարազային ինչ-որ ազդեցությամբ տարբերակ։ Ես ունեմ մի քանի պատվիրատուների տեսակներ, ովքեր որ պատվիրում են կամ ժամանակակից լուծմամբ ձևացքով տարազային կամ ամբողջական տարազ, որը վերաստեղծված կոնկրետ որևէ տարածաշրջանի իրենց արմատներով բնորոշ տարազներ են։ Հետեւաբար ես կարծում եմ, որ ժամանակը ինքն է թելադրում եւ պահը ինքն է թելադրում ինչ կրել եւ ոնց կրել։ Ի վերջո հարսանիքին կարելի է ունենալ եւ ժամանակակից եւ տարազ, արարողությունների ժամանակ կարելի է փոխել։ Շատ լավ։ Դե ինձ թվում է ակտիվ հանգիստը դուք նախընտրես, թե пассив հանգիստն ես սիրում։ Ես դա էլ ըստ տրամադրության։ Ես իմ բնույթով դինջ չեմ։ Ակտիվ հանգիստ եմ սիրում, բայց արշավներ չեմ սիրում, սկսենք այդտեղից։ Ես սիրում եմ ակտիվ ոչ միայն քայլ արշավ ես իմաստով, այլ նաև սիրում եմ տենց երբ որ իմ հետ հանգստի գնացող մարդը լինում է այդպես լավ ակտիվ համել։
այդ տեսանկյունից էլ եմ ես ակտիվ դիտարկում հանգիստը։ Չէ, пассив ցաղոր տունը քնել է իմաստը որն է։ Ես կյանքը բրծնում է մի օր։ Իսկ ինչ խորհուրդ կտաս երիտասարդներին, մարդկանց, որ չկտրվեն արմատներից, արժեքներից, խոսքը։ Շատ լավ հարց էր իմ սրտից։ Ժողովուրդ, ոնց որ դուք ամեն օր հաց եք ուտում եւ ջուր եք խմում, ամեն օր մի տող ձեր մշակույթից կարդացեք, լսեք, ուսումնասիրեք։ Փառք Աստծո, հիմա ամեն օր կա ոդքասթեր, չգիտեմ, հաղորդաշարեր, գոնե թե կարճ ռիլեր, լսեք, մարսեք, որովհետեւ ձեր կյանքում մի օր դա պետք է գալու։ Եվ ի վերջո դուք չգիտեք հաջորդ քայլափոխին ինչպես ամուր մնալ ձեր հայրենի հողի վրա։ Իսկ ձեր հայրենի հողի վրա մնալու միակ տարբերակը ձեր արմատը ճանաչելն է ու ձեր երկրին սատար կանգնելը։ Ընտիր 50-50 ելներ գցեինք։ Մենք այս նոտայի, գեղեցիկ նոտայի վրա Գնանք Brighton-ին փրկելու։ գնանք Brighton-ին փրկելու, ձեզ ասում ենք ուղակի առայժմ Առայժմ, այո։ հետաքրքիր պահերը կտեսնեք։ Գնանք Brighton-ին վատացնենք։ Տեսնենք ինչա կատարվում։ Գալիս եմ եւ ինչ իրավիճակ է այստեղ։ Իրավիճակ տեսնում եմ ընկած մարդ։ Okay։ Իհարկե գորգով չեմ լինի, հիմա քանի որ հետո աշխատանք եմ գնալու, տենց առաջին նախապայմանը պետքա մոտենալ, դե կարծում եմ առաջին նախապայմանը ուղակի ձայնով հասկանալն է, լսում ա ձեզ թե ոչ։ Ցուցադրի, թող տես։ Ազիզ։ Օրինակ, բան, ինչ է պատահել, լսում եք ինձ, երբ որ չկա արձագանք, արձագանքից հետո պետքա ուղակի հասկանալ զարկերակը։ Հաճախ թույլ տրվող սխալներից մեկը այդ բթամատը կպցնել բոլոր մատերին եւ զգալը, որտեղ բթամատից ամեն դեպքում մենք պուլսացիա ունենք եւ այդ խանգարելու է հասկանալ մեռածը ինքը թե գոյություն ունի դեռ։ Ճիշտ կլինի զարկերակի փոխարեն ստուգենք շնչառություն։ Սկզբից դա, հետո նոր։ Զարկերակ չենք ստուգելու, որովհետեւ կարող ենք շփոթվել։ Ինչի կարող է նորմալ վիճակում չլինի, բայց ցույց տա, որ նորմալ է։ Լավ, այդ դեպքում բռնի դուչը, ոչ թե այդպես ձեռքով, այլ այսպես, ինձն է, այսպես։ Ապրես, դե գլուխը հետ տար երկու ձեռքով։ Սենց։ Երկու ձեռքով ապրես, դե ստուգի գիտակ շնչառությունը, Հիմա մասմարկյան հաշվի։ Սենց, բայց հետո պետքա կարծում եմ նաև նայել այս կրծքավանդակի բարձրանալ իջնելու։ Զգում ես մասմարկյան։ Հələ սենց դու պարգի էլի, որ ինքը կարողանա նկարի։ Մասմարկյան հաշվի։ Okay, ես տեսնում եմ, որ կրծքավանդակը ամեն դեպքում որոշակի թեթև ամպլիտուդայով բարձրանում իջնում է։ Այդ նշանակում է, որ ինքը անգիտակից վիճակում է, բայց չգիտեմ ինչ է իրան եղել։ Ամեն դեպքում եւ շնչում է։ Հետո հաջորդական Կանենք, եթե անգիտակից վիճակում է, կարծում եմ առաջին նախապայմանը ոդկ չունի ես մեր աղբերը։ Ոդկերը կարող է հանեմ վերև։ Չէ, Ուղղակի հանեմ իրան։ շրջում ենք կողքի իրան։ Հա, Հետևել դիրքով, լեզուն կփակի շնչուղիները։ հասկացա, այսինքն քանի որ մկանային օրգան է եւ քիմքն է, թուլանում է եւ ընկնում է հիմքին, հա, հետեւաբար պետքա ուղակի իրեն թեքել կողքի եւ լեզուն այս կողմի վրա է թեքվում։ Ստացվում է որ շնչուղիները չի փակվում։ Եթե կարա նաեւ լինի փսխած եւ այլն արյան ինչ որ հետքեր կամ փրփրային զանգված, դրա համար բերանը կիսա չենք երբեք այնպես անում, որ զորով բացենք, հա, բերանը, որովհետև կարող ենք օրինակ վնաս առաջացնել կամ ինչ-որ այլ վիճակ, որը կարող է կրկնակի շոկ առաջացնել իր մոտ։ Բայց ես կարծում եմ, որ նաև անգիտակից վիճակում, երբ որ հասկանում ենք, որ թող ինքը մի քիչ ուշքի գա, էլի, արդեն ոնց որ սկսել է ինչ-որ ձև ռեակցիաներ տալ, արյան շրջանառությունը լավացնելու համար կարծում եմ լավ մեթոդ է իրեն ոտքերը բարձրացնել դեպի վերև, քանի որ այնտեղից արյան հոսքը դեպի ուղեղ է լինում եւ սկսում է ավելի կենսունակ դառնալ մարդը։ Շագնացության ժամանակ հիմնականում այդպես Brighton լավ եք ձեզ զգում արդեն։ Վայ, իսկ եթե անգիտակից է ինչի շնչում։ Եթե անգիտակից է ու չի շնչում,
Առաջին ամենաարագ ձևը որ պետք է անել, առաջինը զանգել շտապ օգնություն, որովհետև ես իրավասու չեմ նման պայմաններում ինչ որ բան անել իրեն, որովհետև սովորական անցորդ եմ եւ նման պայմանները մի փոքր դժվարացնում են գործունեությունը, կոնկրետ գործողությունները ինչ պետք է անել այդ մարդու հետ, որովհետև ես չգիտեմ ինչ է եղել իր հետ կոնկրետ։ Չէ, եթե անգիտակից է ու չի շնչում 10 վայրկյանում դու կարող ես կատարել սիրտոքային վերակենդանացում։ Այսինքն դու մեջքի վրա պարկի արդեն։ Ահա, եւ կատարում ես 5-6 սանտիմետր Այո, խորությամբ։ դա պտուկների արանքի գծով ենք որոշում, այստեղ կրծքավանդակի կամ ուսերից խաչ ես քաշում դեպի կենտրոն։ սենց Ապրես հատման կետում դնում ես ձեռքդ։ կրծոսկրի էս մեջտեղի հատվածն է, չէ։ Այսինքն էս մասում։ Այսինքն այ այստեղից երկու մատ վերև, այստեղ է ստացվում։ Թրաձև ելունից երկու մատ վերև այստեղ է ստացվում, այսինքն։ Այստեղ ուղիղ, ապրես, համուտները տուղի, մարմինը տուղի։ Այստեղ կարևոր նախապայման է սեղմերի ընթացքում չանել արմունկների ծալ, որովհետև ուժը ամբողջությամբ միացավ, հա Բրայդեն։ Եթե ես ճիշտ անեմ, ինչ է լինելու, լույս է վառվելու։ Դու տուժածի կարգավիճակով հանձնում ես շտապօգնությանը։ Հա, լույսա ճակատի լույսն է վառում։ Այսինքն արյունը գնում է դեպի գլուխ։ Շատ բարի։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, երբ որ ես սկսում եմ սեղմները, քանի սեղմեր դա մոռացել եմ։ Եթե ներփչում չես ուզում անել, Հա։ ապա անդադար։ Միայն անում եմ սեղմում։ Այո։ Հա։ Ուղղակի մարմնով մի փոքր առաջ արի, այ ձեռքդ կենտրոն դի, մարմնով արի առաջ, որ ուղիղ անկյուն կազմի ձեռքերդ։ Ու սկսեմ 5-ից 6 սանտիմետր խորությամբ համաչափ սեղմումներ գնաց։ Երևում է ինչ որ բան։ Ճարակ 1, 2, շատ խորը մի սեղմում։ Հասա ողնաշարին։ 1, 2, 3, 4 Ու բարձրաձայն պետք է հաշվեմ։ որ հաշվարկը կայուն լինի, ցանկալի է։ Մատերը մի քիչ վերև, Սենց ապրես, դե գնաց։ 1, 2, 3, 4, 5, 6, այ էս տեմպով։ Ոչ արագ, ոչ դանդաղ։ Հրաշք։ Հետո եթե ընկածը սիրուն աղջիկ է, կարող եք նաև ընթացքում ներփչումներ անել։ Սա կատակ զուտ։ Ապրես։ Լավ ենք ախպեր։ Ես համարում եմ, որ Վահենն անցավ փորձությունը, շատ վերազանց։ Բրայդենը փրկվեց ամենակարևորը։ Միջալույս դու հնարավորություն ունես եւ նաեւ քո մտերիմները, ընկերները կարող եք դուք թիմով մասնակցել Պաշտպանված սրտի քաղաքնախաձեռնության անվճար դասընթացներին, որը իրականացնում ենք եւ այ տեխնիկան Բրայդենը թողա։ եւ դուժացի կյանքը փրկելու արդյունավետությունը, հավանականությունը ավելի բարձր կլինի։ Շատ բարի։ Շնորհակալ եմ հաղորդման համար, որտեղ շատ կարևոր էր նախ զրույցը եւ ինֆորմացիան առաջին օգնության հետ կապված կարևոր է իմանալ եւ փրկել մարդու կյանքը։ Անկախ նրանից դուք բժիշկ եք թե հասարակ քաղաքացի, գոնե մինիմալը պետք է տիրապետել։ Այո։ Եվ փրկել Բրայդենին։ Դու ունես նաեւ հետաքրքիր նվերներ, որը ես հաղորդման վերջում կհանձնեմ քեզ։ Գնացինք։ Ստեսություն։ Հաղորդման գլխավոր հովանավոր Faster First Aid ընկերություն, որն իրականացնում է առաջին օգնության դասընթացներ, վարժանքներ եւ սպասարկման ծառայություններ։ Faster First Aid ընկերություն, ավելի արագ, ավելի իրազեկված եւ միշտ առաջինը։